Իրանում խոցված ամերիկյան F-15-ի կործանիչի օդաչուի տարհանման օպերացիան հոլիվուդյան մարտաֆիլմի սցենար է հիշեցնում։ Մոտ 2 օր ԱՄՆ-ի և Իրանի հատուկ նշանակության ուժերը մրցավազքի մեջ էին, թե ով առաջինը կհայտնաբերի նրան։ Կործանիչը խոցվել էր Իրանի այս կենտրոնական հատվածում։ Հանձնակազմի 2 անդամները կատապուլտ էին եղել, բայց հայտնվել լրիվ տարբեր տեղերում, ինչից հետո նրանց գտնվելու վայրը անհայտ էր։ 7 ժամ անց ԱՄՆ օդատեսանտային ուժերին ցերեկային պայմաններում հաջողվել էր հայտնաբերել և տարհանել առաջին օդաչուին։ Այս գործողության ժամանակ ամերիկյան օդուժը կորցրեց A-10 տեսակի հարվածային ինքնաթիռ, վնասվեց նաև տարհանված օդաչուին տեղափոխող ուղղաթիռը, անձնակազմի մի քանի անդամներ վիրավորվեցին, սակայն ուղղաթիռն ի վերջո կարողացավ հետ վերադառնալ և անվտանգ վայրէջք կատարել Մերձավոր Արևելքում։ Ամերիկյան կործանիչից կատապուլտ եղած մյուս օդաչուին դուրս բերելու համար, սակայն ամերիկյան ուժերը ստիպված եղան բավական բարդ և վտանգավոր օպերացիա իրականացնել։ Սա պարզապես մեկ օդաչուի փրկության հարց չէր, նժարին դրված էր ԱՄՆ-ի քաղաքական և ռազմական հեղինակությունը։ Եվ պատահական չէ, որ ամերիկյան զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներն են գործի դրվել այս բարդ առաջադրանքը կատարելու համար։ Ամերիկացի օդաչուն վիրավոր վիճակում ավելի քան 24 ժամ տեղից տեղ է գնացել, հաջողացնելով աննկատ մնալ իրեն որոնող իրանցիներից։ Անգամ այդ վիճակում մագլցել ավելի քան 2000 մետր բարձրություն ունեցող լեռան գագաթն ու թաքնվել խորշերից մեկում։ Նրան ողջ գտնողին Իրանի իշխանությունները դրամական խոշոր պարգև էին խոստացել, նրան փնտրում էին նաև հարյուրավոր զինված տեղացիներ։ Այդ ընթացքում ամերիկացի օդաչուն կոդավորված ռադիոհաղորդագրությունների միջոցով կապ է հաստատել ամերիկյան հրամանատարության հետ, տեղեկություններ հաղորդել իր գտնվելու հավանական վայրի մասին։ Իրանցի զինվորականները գտնվել են նրանից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա։ Կենտրոնական հետախուզական վարչությունը կարողացել է պարզել նրա թաքստոցի հստակ կոորդինատները, ինչից հետո ամերիկյան օդատեսանտային ուժերի մոտ 200 հոգանոց ստորաբաժանումը տասնյակ ռազմական ինքնաթիռներով ուղղություն է վերցրել այդ վայր։ Գործողությունն անցել է իրանական ուժերի լուրջ դիմադրության պայմաններում, ամերիկյան ուժերը ենթարկվել են գնդակոծության, ինչը զգալիորեն բարդացրել է առաքելության ընթացքը։ Ի վերջո առաքելությունը հաջողվել է կենտրոնական հետախուզական վարչության կիրառած հնարքի արդյունքում։ Նրանք ապակողմնորոշել են իրանցիներին, կեղծ տեղեկություն են դաշնետել, թե արդեն գտել են օդաչուին և ցամաքային ուղիով դուրս են բերում նրան Իրանի տարածքից, որպեսզի նրանց ուշադրությունը շեղելու արդյունքում ստիպեն իրանցիներին հեռանալ օդաչուի գտնվելու կոնկրետ վայրից։ Մոտենալով լեռան գագաթին, որտեղ թաքնված է եղել ամերիկացի գնդապետը, ամերիկյան գրոհային ինքնաթիռները, հետո էլ դեսանտայինները անընդհատ կրակի տակ են պահել դեպի այդ կողմ տանող ճանապարհները, որպեսզի կարողանան նրանց անվտանգ դուրս բերել այդ տարածքից։ Այդ ընթացքում ամերիկացիները խլացրել են նաև իրանցիների ռադիոկապը, դժվարացնելով տեղաշարժը նրանց։ Ամերիկյան կործանիչի երկրորդ օդաչուին ի վերջո դուրս են բերել Իրանի տարածքից և հասցրել Քուվեյթ, որտեղ նա բուժում է ստանում ծանր վնասվածքներից, ինչպես հայտնել են ամերիկյան աղբյուրները։ Իրանական լրատվամիջոցները գրում են, որ ամերիկյան օդուժը սակայն ծանր կորուստներ է կրել օպերացիայի ժամանակ։ Խոցվել է ռազմական ավիացիայի 4 միավոր, 2 MC-130 տիպի ռազմատրանսպորտային ինքնաթիռ, նախատեսված դեսանտային ուժեր տեղափոխելու համար, որոնցից յուրաքանչյուրի արժեքը $100 միլիոն է կազմում։ Մյուս երկուսն էլ Black Hawk տիպի ուղղաթիռներ են եղել։ Պենտագոնը պաշտոնապես չի հաստատել առայժմ այս լուրերը։ Ամերիկյան աղբյուրները սակայն գրում են, որ դեսանտայինները ստիպված են եղել պայթեցնել օպերացիային մասնակցած C-130 ինքնաթիռներից 2-ը և ևս 4 ուղղաթիռ։ Դրանք փորձել են օդ բարձրանալ Սպանից ոչ հեռու գտնվող օդակայանից, սակայն տեխնիկական խնդրի պատճառով ըստ ամերիկյան աղբյուրների չեն կարողացել։ Ամերիկացիներն էլ որոշել են ոչնչացնել դրանք, որպեսզի տեխնոլոգիաները հանկարծ չընկնեն ամերիկացիների ձեռքը և ստիպված են եղել ևս մի քանի ժամ սպասել այդտեղ, մինչև նրանց տարհանելու համար լրացուցիչ ամերիկյան ինքնաթիռներ կժամանեն։ Օպերացիան ի վերջո հաջողվել է ավարտին հասցնել և ամերիկացի օդադեսանտայինները վիրավոր օդաչուի հետ միասին դուրս են եկել Իրանի տարածքից։ Իրանում սակայն կասկածներ ունեն, որ օդաչուին փրկելու անվան տակ ամերիկացիներն իրականում փորձել են հափշտակել և երկրից դուրս բերել հարստացված ուրանի պաշարները։ Ամերիկյան օդադեսանտային ուժերը ըստ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի վայրէջք են կատարել մի վայրում, որը բավական հեռու է եղել այն հատվածից, որտեղ ենթադրաբար կատապուլտից հետո ընկել է ամերիկացի օդաչու։